Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է հասկանա, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնալու։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մեկնաբանելով Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունն ու դրա հնարավոր զարգացումները։ Լարիջանին հանդես է եկել մի շարք կոշտ հայտարարություններով, պնդելով, որ Վաշինգտոնը սխալ է գնահատել իրավիճակը եւ այժմ կանգնած է իր իսկ հաշվարկների հետևանքների առաջ։ Թեհրանում նշում են, որ Իրանի դեմ ճնշումներն ու ռազմական սրացման փորձերը ոչ միայն չեն հասել իրենց նպատակին, այլև կարող են հանգեցնել ամերիկյան նոր կորուստների եւ ավելի լայն տարածաշրջանային ապակայունացման։ Լարիջանիի խոսքով Իրանը տեղեկություններ ունի, որ հակամարտության ընթացքում ամերիկացի որոշ զինվորականներ գերեվարվել են հարևան երկրներից մեկում Իրանի պատասխան գործողությունների ժամանակ։ Լարիջանին նաեւ պնդել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակի իրական կորպուսները կարող են զգալիորեն ավելի մեծ լինել, քան պաշտոնապես ներկայացնում է Վաշինգտոնը։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հերքել է այդ տեղեկությունը, հայտարարելով, որ ամերիկացի զինծառայողները գերության մեջ չեն հայտնվել։ ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնալու։ Նրանք կարծում էին, թե երկրի ղեկավարության դեմ հարվածներից հետո Իրանում պետական համակարգը արագ կփլուզվի եւ կառաջանա ներքին քաոս։ Սակայն այդ հաշվարկը լիովին ձախողվեց։ Իրանի պետական կառույցները շարունակում են գործել, իսկ հասարակությունը ցույց տվեց, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման։ Լարիջանին շեշտել է նաև, որ Իրանի դեմ ճնշումները ըստ Թեհրանի հաշվարկված էին ոչ միայն ռազմական, այլև ներքին սոցիալ-տնտեսական իրավիճակը խաթարելու համար։ Նրա գնահատմամբ փորձ է արվել երկրի ներսում ձևավորել կառավարման ճգնաժամ, վառելիքի ու սննդամթերքի պակաս եւ հանրային դժգոհության ալիք, սակայն այդ ծրագիրը իր խոսքով արդյունք չի տվել։ Նրանք ծրագրել էին նաև տնտեսական ճգնաժամ հրահրել, խափանելով վառելիքի մատակարարումը, բայց նույնիսկ ճգնաժամի պահին, երբ օրական բենզինի սպառումը հասնում էր մոտ 190 միլիոն լիտրի, երկրում վառելիքի բաշխման խափանում չի եղել։ Դա ցույց է տալիս, որ Իրանի պետական համակարգը շատ ավելի կայուն է, քան կարծում էին մեր հակառակորդները։ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, մասնավորապես Իրան-Ադրբեջան աճող լարվածությանը, պնդելով, որ Իսրայելը տարբեր մեթոդներով փորձում է լարվածություն հրահրել Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջև, թուլացնելու համար Թեհրանի դիրքերը եւ անվստահություն սերմանելու հարևանների շրջանում։ Իսրայելը ինտրիգներով եւ սադրանքներով փորձում է բախում ստեղծել Իրանի եւ տարածաշրջանի երկրների, այդ թվում Ադրբեջանի միջև։ Մեր ռազմավարությունը պարզ է՝ պահպանել բարեկամական հարաբերություններ հարևանների հետ եւ չստեղծել անվստահություն։ Սակայն եթե որևէ երկրի տարածքից սպառնալիք լինի Իրանի ազգային անվտանգությանը, մենք չենք կարող անտեսել դա եւ համարժեք պատասխան կտանք։ Տարածաշրջանի երկրները պետք է կամ կանխեն ԱՄՆ-ի կողմից իրենց տարածքների օգտագործումը Իրանի դեմ, կամ մենք ստիպված կլինենք ինքներս ապահովել մեր անվտանգությունը։ Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի սիոնիստներին իր տարածքից։ Իրանական կողմը պնդում է, որ իրավիճակի հետագա սրումը հնարավոր կլինի կանխել միայն այն դեպքում, երբ հարևան երկրները թույլ չտան իրենց տարածքների օգտագործումը Իրանի դեմ գործողությունների համար։ Ադրբեջանի հետ հարաբերությունները լարվեցին հատկապես մարտի 5-ի միջադեպից հետո, երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Նախիջևանի օդանավակայանի մոտ 2 անօդաչու ընկել, որոնք ըստ Բաքվի արձակվել էին Իրանի տարածքից։ Իրանի գլխավոր շտաբը հերքել էր մեղադրանքը, նշելով, որ պատասխանատվությունը կարող է կապված լինել այլ ուժերի, այդ թվում Իսրայելի գործողությունների հետ։ Մարտի 8-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ զրույցում վերստին նշել է, որ Նախիջևանի օդային հրետակոծության հետ Թեհրանը որևէ կապ չունի։ Փեզեշքյանը վստահեցրել է՝ միջադեպը կհետաքննվի։ Ալիևն էլ շեշտել է Նախիջևանում տեղի ունեցածի հետաքննության կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք նաև մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի մշակման հեռանկարների վերաբերյալ։ Մարտի 9-ի առավոտյան հայտնի դարձավ, որ արդեն վերականգնվել է Ադրբեջանի եւ Իրանի միջև պետական սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը, որոնք ժամանակավորապես կասեցվել էին մարտի 5-ին Նախիջևանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Սոնա Կիշյան, Free News, Ազատ լուրեր։